ո՞նց եք ընտրում աշխատակից։ Իրականում հավեսով հնարավորինս անկեղծ մենք մեր տեխնացուին ասում ենք, որ այսինչ փուլը, կլինի հարցազրույցային թե ստուգման, տեխնացուն չի անցել։ Մեր բոլոր տեխնացուները, ովքեր որ գալիս են մեր մոտ հարցազրույցի, հետադարձ կապ են ստանում։ Պիտի չլինի չհետաքրքրված, պիտի չլինի չտեղեկացված տվյալ ընկերության մասին, պիտի լույս չվառի, այդ պահը պիտի այսպես զգաս, որ մարդը եկել է, բայց չգիտի ուր է եկել եւ հետաքրքրված չի տվյալ հաստիկով։ Իրոք մտածեք, լավ մի ուժեղ կողմ չունեք, որը հենց ձեր իսկ մասին է մեկ, իսկ թույլ կողմերի մասին խորհուրդ եմ տալիս օգտագործելու սենդվիչի մեթոդը։ Ընկերությունները հիմնականում չափում են նաև երջանկության ինդեքսն էլ։ Մենք էլ ենք չափում, Vivan-ել ունի հատուկ տարեկան հարցում ունենք, որով եւ չափում ենք մեր աշխատողների երջանկության ինդեքսը։ Այդ ինդեքսի մասին մի քիչ կպատմեք, ոնց եք չափում ու այդ ինչա ցույց տալիս։ 3 ամիսը մեկ իրավունք ունես փոխելու քո աշխատանքային գրաֆիկը։ Այդ իսկ պատճառով շատ աշխատողներ ունենք, որ ամառվա ընթացքում են իրենց գրաֆիկը փոխում, սեպտեմբերի 1-ը եկավ, գրաֆիկը կարող են նորից փոխեն։ Ինչա տալիս դա։ Երեխաներին դպրոց տանելու, մանկապարտեզ տանելու, հիմա օրինակ ավելի հարմար է, որ առավոտյան կտանի շուտ, կգա կամ հակառակը դպրոցի ժամը այնպես է, որ ավելի լավ է 9-ին գա կամ 9:30 գա, որ հանգիստ հասցնի, տանի դպրոց տեղավորի նոր գա։ Այն մայրերը, ովքեր որ երեխաները մինչև 3 տարեկան են, մեզ մոտ կարող են աշխատել շաբաթական 2 օր գրասենյակից եւ 3 օր հեռավար։ Ասում եմ, ինչու ես սիրում քո աշխատանքը։ Ասում եմ, սիրում եմ, որտեվ ես գալիս եմ այնտեղ, պտտվում եմ մի բան, որ մինչև ինձ չէր պտտվել։ Լինել ընտանիքամետ, դա միմիայն բխում է ընկերության շահերից։ Չի կարելի աշխատողին ասել, չես ուզում գնա, որտեվ դու անփոխարինելի չես։ Դա չի կարելի այդպես ասել։ Բոլորը այդ դրան տեղը գիտեն, հավատացեք։ Բարև ձեզ, դուք լսում դիտում եք մեծ գործ ոդքասթը, ես Աստղիկ Կարապետյանն եմ։ Իմ հյուրը Մարիաննա Էդիլյանն է, Viva ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար։ Մարիաննա ջան, բարև ձեզ, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Բարև Աստղիկ ջան, ես էլ եմ շնորհակալ։ Մարիաննա ջան, իմ ընկերներից մեկը, ով IT ոլորտում աշխատում, ղեկավարը։ Մի անգամ երբ որ խոսում ենք, թե ոնց են թիմ հավաքում, լավ մասնագետներ գտնում, կատակով ասեց, որ խնամի ծանոթ բարեկամով մենք տենց ենք ընտրում, որովհետև դա իհարկե կատակ էր, նկատի ունեն, որ ինչքան կարևոր է երաշխավորումը ինչ որ մեկից, որպեսզի դու ընտրես լավ մասնագետ։ Դուք որպես HR մասնագետ ինչ կարծիք ունեք սրա մասին։ Շատ հավես հարց է իրականում, որովհետև եթե նայենք հնուց եկած խնամի ծանոթ բարեկամ, համարվում է, որ դե այդքան է լավ բան չի, կամ ասած մարդ, ծանոթով վերցրած մարդ։ Բայց հիմա մի քիչ չէ, հիմա աշխարհը շատ փոխվել է։ Հիմա հենց գործում է այդ երաշխավորության ծրագիրը, անգլերեն referral ծրագրեր, որտեղ դու արդեն շատ հանգիստ կարողանում ես երաշխավորել ցանկացած մասնագետի, ընկերությունները նույնիսկ խրախուսում են, որ նման ծրագրեր լինեն, աշխատողները դրա համար նույնիսկ կարող է հավելյալ օրինակ բոնուս ստանան նրա համար, որ շատ լավ մասնագետ են երաշխավորել, կախված պաշտոնից նույնիսկ այդ թիվը կարող է բավականին շատ հետաքրքիր եւ կլորիկ թիվ լինի, Այնպես որ ես հիմա դրան նայում եմ շատ առողջ, գոյություն ունի երաշխավորության ծրագրեր, եթե նույնիսկ մենք մեզ մի փոքր հետ կանգնենք հենց ծրագիր գաղափարից, լինում են դեպքեր, երբ որ հենց ասում ես, որ օրինակ դու արդեն գիտես մեր թիմում կամ կոնկրետ այս թիմում ով է անհրաժեշտ, ում ես ճանաչում, եթե կարող ես ուղղորդիր, թող դիմի։ Իսկ հետո արդեն ընկերության ուժեղ կողմն է գալիս առաջ, որը կառուցվածքն է, համակարգն է, որը նշանակում է, որ անկախ նրանից մարդուն երաշխավորել են, խորհուրդ են տվել, թե ուղղորդել են, մարդը անցնում է այն բոլոր process-ներով, որ ընկերությունում կա։ Այսինքն դիմել ըստ պատշաճ աղբյուրների, անցնել համապատասխան բոլոր հարցազրույցային փուլերը, անցնել ստուգման փուլերը եւ դառնալ այդ ընկերության լիիրավ անդամ։ Իսկ այն տարբերակը, երբ ուղղակի ինչ որ մեկի ընկերոջ աղջիկն ես կամ տղան ես եւ ընդունում են աշխատանքի,
Դա ինչքանով է կիրառել Հայաստանում, արդեն հին ժամանակների մասն ենք խոսում, թե դեռ գոյություն ունի այդ երևույթը։ Ես կարծում եմ, որ գոյություն ունի, ուղղակի ինձ անձամբ իրոք բախտ է վիճակվել աշխատել այնպիսի ղեկավարների հետ, ովքեր նույնիսկ եթե ասել են օրինակ մի հատ կվերլուծես կամ կգնահատես տվյալ տեխնացուին, միշտ հնչել է նախադասություն վերցնում ենք աշխատանքի միայն այն դեպքում, երբ համապատասխանում է մեզ եւ մեր ընկերությանը։ Իրոք կարող եմ ասել, որ երևի թե բախտս բերել է այդ առումով, կամ ավելի շուտ բախտս բերել է այնքանով, որ աշխատել եմ միշտ ճիշտ ընկերություններում, որտեղ կա դրված կորպորատիվ մշակույթ, բայց ես կարծում եմ, որ ցանկացած տնօրեն, ցանկացած ղեկավար, ցանկացած մարդ, ով պարզապես երաշխավորում է, ամեն դեպքում հասկանում է, որ այդ գործը պետք է ինչ-որ մեկը անի։ Եվ եթե ուղակի ուղղորդես կամ ասես, որ վերցնեն, եւ հետո կանգնես փաստի առաջ, որ այդ աշխատանքը չի կատարվում, արդյունքի չենք հասնի։ Էնպես որ չեմ կարող ասել, որ չկա, ես ենթադրում եմ մինչև հիմա էլ ամեն ինչ էլ կա աշխարհում, ուղղակի ինձ նման բան չի հանդիպել, ու մենք մեր ընկերությունում իրոք շատ հստակ կանոններ ունենք, որով նման բանը ուղղակի տեղի չի կարող լինել։ Ոնց է ընտրում աշխատակից։ Իրականում հավեսով, եթե այդպես մի բառով ասեմ, ընկերությունում գոյություն ունեն հստակ, ինչպես ասացի, համակարգեր, այսինքն պարզապես աշխատող չենք ընտրում, նախ սկսենք, պիտի լինի համապատասխան թափուր հաստիկ, հա, պիտի համապատասխան լինի դիմորդների process, դիմեցին մարդիկ, կազմակերպում ենք հարցազրույց, հարցազրույցներին պարտադիր կերպով HR վարչության հետ, հա, մարդկային ռեսուրսների վարչության հետ մասնակցում է տվյալ վարչության ղեկավարները կամ մասնագետները, էքսպերտները, ովքեր որ մեր հետ հավասար գնահատում են ավելի շատ այսպես կոշտ հմտությունները, տեխնիկական հմտությունները, մենք էլ որպես HR մասով նաև գնահատում ենք ավելի փափուկ հմտությունները, հա, մարդկանց, կարող են լինել մի քանի հարցազրույցների փուլ, կարող է լինել թեստավորման փուլ, կարող է լինել առաջադրանքի փուլ, հա, օրինակ, եթե մենք մարդկային ռեսուրսների վարչություն տրեյնինգի բաժին ընդունում ենք տրեյնինգի մասնագետ, հա, ով վարելու է դասընթացներ, ապա անպայման ինքը կստանա առաջադրանք կազմել ինչ-որ մի դասընթաց եւ այդ դասընթացը մեզ ներկայացնել, հա, ֆինանսական բաժին, եթե մենք մարդ ենք ընդունում, ինքը պետք է համապատասխան թեստավորում անցնի եւ այդպես կարող եմ նշել ցանկացած ոլորտ։ Այնուհետ տեխնացուն անցնում է բոլոր ստուգման փուլերը, անվտանգություն է, համապատասխանություն է, փաստաթղթային փուլն է անցնում եւ միասին որոշում ենք միանալու օրը, ընկերություն միանալու օրը եւ արդեն աշխատողին մեր շատ սիրով ասում ենք բարի գալուստ։ Որ խնդրեմ այդ փուլերի մասին ավելի մանրամասն կներկայացնեք, որովհետեւ օրինակ ինչ է նշանակում անվտանգությունը անցնել կամ միգուցե նաեւ ինչ որ բժշկական առողջության հետ կապված հարցեր եք նաեւ տալիս։ Բժշկական ստուգում այո, անցնում են այն հաստիկները, որոնք պետք է որոնք օրենքով սահմանված են, հա, այնտեղ օրինակ, չգիտեմ, զանգերի կենտրոնում կա համապատասխան տեղեր, որտեղ պետք է աշխատողը բերի ստուգում, հա, որ բժշկական ստուգում է անցել։ Անվտանգության ստուգումը ինքը ոնց որ մեր մոտ էլ կա, բանկերում էլ կա, բանկային համակարգում էլ կա, գրեթե ես կարծում եմ ամեն տեղ էլ կա, ստուգվում է աշխատողի ընդհանուր դատվածություն, կարող է լինել, հա, անհուսալի պարտավորություններ վարկային, որևէ բան, որ կարող է խոչընդոտ հանդիսանա տվյալ հաստիկում աշխատելու համար, հա։ Համապատասխանությունն է ստուգում է կոնֆլիկտը, շահերի բախումը, այսինքն օրինակ բարեկամական կապ կարող է լինել կամ ինչ-որ այլ բան, կամ օրինակ, չգիտեմ, մեկ այլ աշխատող ունի մեկ այլ ընկերությունում նաև աշխատում է, կամ չգիտեմ, իրեն պատկանում է մեկ այլ ընկերություն, որը կարող է շահերի բախում հանդիսանա մեր ընկերության հետ, օրինակ, հա, դա ամեն ինչը բաց է, թափանցիկ է, տեխնացուին այդ ամենը բացատրվում է, չանցնելու դեպքում է ուղղակի նաև մանրամասներ շատ իհարկե որևէ ընկերություն չի էլ տալիս, բայց հնարավորինս անկեղծ մենք մեր տեխնացուին ասում ենք, որ այսինչ փուլը, հա, կլինի հարցազրույցային թեստուգման, տեխնացուն չի անցել։ Մեր բոլոր տեխնացուները, ովքեր որ գալիս են մեր մոտ հարցազրույցի, հետադարձ կապ են ստանում, այսինքն նամակով, լինում են դեպքեր եւ զանգով, մեզանից ստանում են տեղեկություն, որ եթե անցել են հետագա փուլերը, եթե չեն անցել, չեն անցել։ Օրինակ, փափուկ հմտությունները ո՞նց եք ստուգում,
ու ինչ թերություն պետք է ունենա տեխնացուն, որ չանցնի այս մասով։ Հարցը շատ հետաքրքիր տվեցիր, որովհետև այդպիսի բան իրականում այդ հարցին ես չեմ կարծում, որ որևէ մեկը նույնիսկ մի հատ adekvat պատասխան կունենա, բայց եկեք մի փոքր խոսենք նրա մասին, ինչ ձևով պետք է լինեն, հա, ինչ փափուկ հմտությունների ենք նայում։ Նախ յուրաքանչյուր հաստիկ ունի իր հավաքական կազմը այն բոլոր փափուկ հմտությունների, որը պետք է տվյալ հաստիկը ունենա։ Հիմա եթե վերցնենք զանգերի կենտրոնի աշխատողը, հա, պիտի կարողանա լավ հաղորդակցվի, պիտի կարողանա ստրեսակայուն լինի, կարողանա կոնֆլիկտների ոնց որ հարց լուծի, եթե կոնֆլիկտային իրավիճակ լինի, բարեհամբույր լինի, հարգալից խոսի, հա, այդ ամեն ինչը օրինակ։ Հիմա դա ոնց ենք ստուգում, այդ ամենը ստուգվում է իրավիճակային հարցերով։ Տեխնացուներին մենք տալիս ենք իրավիճակային հարցեր, օրինակ, բաժանորդը զանգահարել է եւ օրինակ այսինչ կոնկրետ հարցով բարկանում է կամ այսինչ կոնկրետ հարցով խնդիր ունի կամ այս դեպքը ոնց կլուծեք, հա, օրինակ, եւ նման արդեն իրավիճակային հարցերով շատ հանգիստ բացվում է, թե անձը ունակ է լուծել այդ կոնֆլիկտը, թե չէ, ինչպես է խոսում բաժանորդի հետ, որքանով է համբերատար, բարեհամբույր եւ այլն եւ այլն։ Եթե խոսում ենք սպասարկման կենտրոնի աշխատողի համար, որտեղ նաեւ կարեւոր է վաճառքը, օրինակ, այդ դեպքում արդեն նման իրավիճակային հարցեր են, հա, օրինակ ինչպես կվաճառեիր սա, իսկ այս դեպքում որ մեր տարիֆը կառաջարկեիր կամ ընդհանրապես ծանոթ ես օրինակ Viva-ի տարիֆների հետ, թե չէ, ու էլի իրավիճակային հարցեր կախված կոնֆլիկտների լուծման, սպասարկման հետ, հա։ Ինչպես չպետք է լինի, եթե տեսնում ենք, որ տեխնացուն հետաքրքրված չէ, շատ պարզ եկել է Viva եւ նույնիսկ չգիտի Viva-ն ինչով է զբաղվում, իրականում շատ քիչ ունենք նման դեպքեր, ուղղակի հիմա որ հարցը տվեցիք, փորձում եմ այսպես մտաբերել, թե ինչ կարող է լինել, հա, կամ պարզ լինի, որ խոսելու եւ իրավիճակային հարցերի ժամանակ պարզ լինի, որ մարդկանց հետ աշխատել չի սիրում։ Շատ ժամանակ հենց այդպես անկեղծանում են, ասում են իրականում չեմ սիրում մարդկանց հետ աշխատել։ Այդ դեպքում դու արդեն ինքդ քեզ հարց ես տալիս, որ տվյալ հաստիկի համար անձը հարմար չէ, բայց կարող է լիքը ուրիշ տեղ լինի, որտեղ որ համապատասխանի, հա։ Դու արդեն նայում ես ըստ տվյալ հաստիկի մարդը որքանով է համապատասխանում։ Այսինքն պիտի չլինի չհետաքրքրված, պիտի չլինի չտեղեկացված տվյալ ընկերության մասին, պիտի լույս չվառի, հա, այդ պահը պիտի այսպես զգաս, որ մարդը եկել է, բայց չգիտի ուր է եկել եւ հետաքրքրված չի տվյալ հաստիկով։ Սովորաբար կան տենց հարցերի ցանկ, դրանց մի մասը բավականին ծեծված են արդեն։ Իրականում դուք էլ ունեք այդ հարցերի ցանկը, օրինակ, ինչ գիտեք մեր ընկերության մասին, ձեր ուժեղ կամ թույլ կողմերը։ Այդ հարցերը իրականում ինչի համար են տրվում։ Եթե դուք հուշեք այլ հարցերել, շնորհակալ կլինեմ։ Ընդհանրապես ինչի համար է տրվում, ինչա տալիս ձեզ։ Աստղիկ ջան, ասեմ, որ այս հարցերի շուրջ HR-ներին երևի ամենաշատն են ենթարկում, այսպես ասած, ոնց ասեմ, այս թեմայով շատ են մեր վրա խոսում, լավ, մի քիչ այսպես ձևակերպեմ ասելիքս, այսինքն անդադ հնչում է, ինչու եք այս հարցը տալիս, ծեծված հարցերը, ես կարող եմ մի փոքր նույնիսկ շարքը շարունակեմ, ամենաչսիրված բոլորի հարցը հետևյալն է, որտեղ ես քեզ տեսնում 5 տարի հետո, կարծում եմ դա ամենածեծված հարցն է, եւ ես վերջերս նկատել եմ, որ այնքան շատ են խոսում, թե HR-ները ինչ հարց պիտի տան, ինչ հարց պիտի չտան, որ ինձ մեկ-մեկ թվում է, որ HR-ները արդեն չգիտեն ինչ հարց տան, որովհետև ոնց որ ստացվում է, որ ինչ հարց տաս սխալ է, բայց ես հետևում եմ շատ եւ շատ HR-ների միջազգային ոլորտի ու ես տեսնում եմ, որ այդ հարցերը նույնիսկ մինչ հիմա էլ շատ ընկերություններում շատ արդիական են եւ տրվում են։ Հիմա եկեք մի փոքր վերլուծենք այդ ամենը, հա։ Ուժեղ թույլ կողմերի մասին հարցը իրոք խորհուրդ եմ տալիս չտալ, քանի որ կամ տեխնացուները այդ հարցին պատրաստվում են ու գալիս են տալիս են պատասխաններ, որ
բոլորը գիտեն, կամ սկսում են խառնվել եւ հնչում են հետաքրքիր պատասխաններ, որը որ պարզ է, որ բացարձակ հետաքրքիր չէ, այսինքն նույնատիպ է, պատասխանատու եմ, ազնիվ եմ, բոլորի նման եմ կամ թույլ կողմ չունեմ։ Ես օրինակ ուսանողների հետ որ զրուցում եմ, միշտ ասում եմ, որ ես իրոք հույս ունեմ, որ ձեզ նման հարց չի տրվի, բայց եթե տրվի, մի հատ իրոք մտածեք, լավ մի ուժեղ կողմ չունեք, որը հենց ձեր իսկ մասին է մեկ, իսկ թույլ կողմերի մասին խորհուրդ եմ տալիս օգտագործելու սենդվիչի մեթոդը, այսինքն երբ որ դու վերցնում ես քո թերությունը եւ իրեն փակում ես երկու լավ կողմերով։ Օրինակ, դուք գիտեք, որ դուք շատ ախոսեք, հիմա հո չենք ասի հարցազրույցի ժամանակ չաչանակ եմ, շատ եմ խոսում, հա, խոսում ենք, որ դե մենք բոլորս գիտենք, որ հաղորդակցությունը կարևոր է, ոմանք կարող են ասել, որ մի փոքր շատ եմ խոսում, բայց իրականում դա շատ օգնում է իմ աշխատանքի մեջ, որովհետեւ բոլորս գիտենք, որ հաղորդակցությունը ամենակարևոր հմտությունն է, հա։ Այսինքն դու մի փոքր փակում ես, վերցնում ես այն կողմը, որը համարում ես թույլ, բայց ամեն դեպքում իրեն այսպես հետաքրքիր լույսի ներքո է ցույց տալիս։ Այ հենց այս ամենի պատճառով էլ ես չեմ սիրում, որ այդ հարցերը տալիս են եւ խորհուրդ եմ տալիս բոլոր հավաքագրող մասնագետներին չտալ։ Դրա փոխարեն կարելի է տալ հարց, օրինակ, հիմա եթե հենց ձեզ այդ հարցը տամ, Աստղիկ, երբեք վերջին անգամ ձախողել։ Եվ շատ հետաքրքիր է տեսնել, թե Աստղիկը ինչ է համարում ձախողում, ինչպես է Աստղիկը կարողացել այդ ձախողման հարցը լուծել եւ ամենակարևորը ոնց Աստղիկը իրեն ինչպես է զգացել պատասխանատու այդ ձախողման մեջ, թե ոչ, որքանով է Աստղիկը հասկացել, որ ինքը կարող է լուծել այդ խնդիրը եւ որքանով է լուծել այդ խնդիրը, հա։ Եվ օրինակ հաջորդ կտորը Աստղիկ երբեք վերջին անգամ հաջողության հասել այնքան, որ ձեզանից շատ գոհ եք։ Նորից ինչպես է տեսնում տեխնացուն հաջողությունը։ Ամեն մեկիս համար հաջողությունը տարբեր է։ Մեկի համար թռնել տիեզերք, մեկի համար Կիրակի առավոտյան հանգիստ առանց որևէ մեկի խանգարելու սուրճ խմել։ Եվ հաջողությունը ինչպես է տեսնում, ինչպես է գնահատում իր հաջողությունը, ինչպես է տեսնում իր դերը այդ հաջողության մեջ։ Հաջորդ հարցը, որը նորից շատ ծեծված հարց է, դա որտեղ եք ձեզ տեսնում 5 տարի հետո։ Իրեն ինչու չեմ սիրում, որ տալիս են, որովհետև հիմա աշխարհը այնքան փոփոխական է, որ նույնիսկ 2 օր հետո չգիտես ինչ կլինի քո հետ, ինչ մնաց 5 տարի հետո։ Բայց հավաքագրման մասնագետները երբ այդ հարցը տալիս են, ունի ընդհանրապես հետևյալ նպատակը՝ հասկանալ, որքան երկար տեխնացուն պատրաստվում է աշխատել մեր ընկերությունում եւ ոնց է իր հաջողության եւ զարգացման ուղին կապում մեր ընկերության հետ։ Այ առաջարկում եմ հենց այդպես էլ այդ հարցը ձևափոխենք, այսինքն հարցնենք ոչ թե կոնկրետ ստույգ հստակ 5 տարի, 10 տարի, 3 տարի, 2 օր, այլ ինչպես եք դուք տեսնում ձեր զարգացման ուղին մեր ընկերությունում։ Որքանով երկար օրինակ մտածում եք, որ տվյալ հաստիկում կաշխատեք, եթե տվյալ հաստիկը չէ, էլ որտեղ եք ձեզ տեսնում մեր ընկերությունում։ Եվ դա արդեն մեզ հնարավորություն է տալիս հասկանալ գոնե մտքում տեխնացուն որքան երկարատև պլաններ է կազմում մեր ընկերության հետ։ Իհարկե նորից կրկնեմ, դա շատ բաներից է կախված, տեխնացուն կմնա մեր մոտ որպես երկար կաշխատի, թե ոչ, մեզանից է շատ բան կախված, աշխատողի ուղին, հա, ընկերությունում ինչպես է կազմված, ինչպես է կառուցված։ Որ ասում եք մեզնից է կախված, ում նկատի ունեք հենց ընկերությունից։ Այո, ընկերությունից է կախված աշխատողը որքան երկար կաշխատի։ Եթե տվյալ ընկերությունը ստեղծում է պայմաններ, որ աշխատողը երկար աշխատի, աճի, զարգանա, լավ զգա իրան, դառնա կորպորատիվ մշակույթի այդ մասը, իրեն զգա դրական, երջանիկ, շատ կարևոր է։ Ընկերությունները հիմնականում չափում են նաև երջանկության ինդեքսն էլ։ Մենք էլ ենք չափում, Vivan-ել ունի հատուկ տարեկան հարցում ունենք, որով եւ չափում ենք մեր աշխատողների երջանկության ինդեքսը։ Այդ ինդեքսի մասին մի քիչ կպատմեք, ոնց եք չափում ու այդ ինչա ցույց տալիս, ձեզ մոտ երջանիկ են թե ոչ։ Հարցումը անում ենք դրսի ընկերության հետ, քանի որ անպայման ուզում ենք, որ մեր աշխատողները իմանան, որ հարցումը ամբողջովին անանուն է, մեզ իրոք չի հետաքրքրում անունը, թե ով ինչպես է պատասխանել, մեզ հետաքրքրում է որպես ընկերություն ընդհանուր արդյունքը, ընդհանուր առմամբ այո, պիտի շատ երջանկությամբ փաստեմ, որ երջանիկ են, ունենք հարցեր,
ունենք բարձրաձայնված խնդիրներ մեր աշխատողների կողմից, որ շատ շնորհակալ ենք, որ այդ ամեն ինչը բարձրաձայնում են եւ իհարկե այդ ամբողջ տեղեկությունը կիսվել է ղեկավարների հետ, ամեն մի բաժնի ղեկավարի հետ, վարչության ղեկավարի հետ, տնօրենի հետ եւ ընդհանուր մշակվել է գործողությունների պլան, որն էլ պիտի այս տարվա ընթացքում իրականացնենք, բայց նման հարցումները ես խորհուրդ եմ տալիս, որ ցանկացած ընկերություն անպայման տարին մեկ անգամ իրականացնի։ Մենք օրինակ նաև շատ հետաքրքիր process ունենք, երբ նոր աշխատողը միանում է Viva, ինքը մի քանի փուլ է անցնում առաջին 1 տարվա ընթացքում, հենց առաջին 1 շաբաթվա ընթացքում զանգ է ստանում հավաքագրման մասնագետից եւ մի քանի հարցի պատասխան է տալիս։ Ինչպես է, արդյոք ամեն ինչ ունի, բոլոր պայմանները կան, թե ոչ, դա առաջի զանգով է եւ բանավոր, այսպես հարցազրույցի պես, շարունակվում է ոնց որ փուլը։ Այնուհետ 1 ամիս 3 եւ 6 մեր աշխատողը ստանում է արդեն on-line հարցում, որտեղ որ մենք իրեն հարցեր ենք տալիս, յուրաքանչյուր պերիոդի համար հարցերը տարբեր են, եթե մի դեպքում պարզապես տեղավորվել ես, լավ ես, քեզանով զբաղվում են, ինչ որ պետք է ունես, տեղեկությունը ստանում ես, ապա հետո արդեն գալիս է փորձաշրջան, հանձնարարությունները դրված են, դու կատարում ես, դու հարմար ես գտնում այն գործը, որ դու պատկերացնում ես սկզբից, արդյոք այն գործն է, որը հիմա դու անում ես։ 6 ամիսը արդեն արդյունքների մասին է, մինչև հիմա ինչ արդյունքներ ես հասցրել տալ, ինչպես ես քեզ զգում, ինչ կարող ենք որպես ընկերություն անենք, որ դու քեզ ավելի լավ զգաս, եւ երջանիկ զգաս։ Դա առաջի, ինչպես ասեցի, 1 շաբաթ, 1, 3, 6։ Այնուհետ արդեն գալիս են տարեկան հարցումները, որը նույնպես HR-ի կարևորագույն գործիքն է, որով մենք եւ վերլուծում ենք, որպեսզի հասկանանք մեր հետագա քայլերը։ Ինչ է կանում, որպեսզի ձեր աշխատողը երջանիկ լինի։ Իրականում, երբ որ աշխատողներին հարցնում ես ակնկալիքները, դրանք են պարզ արտոնություններն են կամ բոնուսներն են, օրինակ ապահովագրություն, ազատ ժամեր, ազատ օրեր, այդ ձևով եք փորձում պահել ձեր աշխատողներին երջանիկ ու նաեւ կազմակերպությունը։ Դա ձևերից մի քանիսն են, բայց ցանկացած ընկերություն ունի եւ եթե կոնկրետ ավելի Viva-ի մասին խոսեմ, Viva-ն ունի հստակ բացի վարձատրության համակարգ, որին գումարվում է աշխատավարձ, գումարած այլ։ Հիմա այդ այլը, որ մի քիչ փակագծեր բացենք, այլի մեջ մտնում է տարեկան բոնուս եւ ամսական, եռամսյակային եւ տարեկան բոնուսներ կախված հաստիկների։ Մենք հաստիկներ ունենք, որտեղ որ ամսական բոնուսներ են ստանում, որտեղ եռամսյակային եւ ունենք հաստիկներ, որտեղ տարեկան։ Ունենք տարեկան գնահատում, մեր աշխատողները անպայման անցնում են տարեկան գնահատում, այսինքն դրա մեջ ստուգվում են փափուկ հմտությունները յուրաքանչյուր հաստիկի համար, գնահատվում են, ոչ թե ստուգվում են, գնահատվում են փափուկ հմտությունները եւ գնահատվում են այն դրված հանձնարարությունները, որով օրինակ, հավաքագրման մասնագետի վրա դրված է, որ այսքան օրվա ընթացքում հաստիկը պետք է համալրվի կամ 3 ամսվա ընթացքում մեզանից պետք է գնա ոչ ավել, քան այսքան տոկոս, օրինակ, կամ տրեյնինգի HR-ի վրա եմ օրինակը բերում, բայց այդպես ցանկացած պաշտոնի վրա է դրվում, կամ տրեյնինգի մասնագետը տարվա ընթացքում պետք է տրեյնինգ անի, այսքան աշխատողներ պետք է մեր ընկերությունում անցնեն տրեյնինգ։ Գոհունակությունը տրեյնինգներից պետք է լինի այսքան տոկոս, օրինակ եմ ասում, դա գնահատման համակարգն է աշխատում, որի հիման վրա մեր աշխատողները ստանում են բոնուս։ Բացի այդ ամենից ունենք նաև մի շարք արտոնություններ։ Օրինակ մենք ունենք ավտոբուս, որ մեր աշխատողներին առավոտյան բերում է աշխատանքի տարբեր ուղղություններից։ Օրինակ մենք ունենք ճկուն աշխատանքային գրաֆիկ։ Մեր աշխատողները կարող են ընտրեն աշխատանքի գալիս են 8-ից 5-ը, 8:30-ից 5:30, 9-ից 6-ը, 9:30-ից 6:30, 10-ից 7-ը։ Այդ դա մի քանի գրաֆիկ է, որ մեր ընկերությունում առաջարկվում է։ Իհարկե այն աշխատողները, ովքեր աշխատում են 24/7, իրենք էլ ունեն տարբեր գրաֆիկներ աշխատանքային։ Ես խոսում եմ ավելի այն սովորական, գրասենյակային կտորի մասին, որտեղ նորից ունենք այդ ճկունը։ Իսկ այդ ճկուն աշխատանքային ժամերը տրվում են բոլորին հնարավորությունը, իսկ ոնց է
կարգավորում, այսինքն մի օր օրինակ ես կարող եմ գալ 8-ից 6-ը, 8-ից 5-ը, մյուս օրը 9-ից 6-ը։ Յուրաքանչյուր օր չեք կարող փոխել, բայց 3 ամիսը մեկ կարող եք փոխել ձեր գրաֆիկը, այո։ 3 ամիսը մեկ, եթե շատ անհրաժեշտ է, 3 ամիսը պարզապես դրել են, քանի որ 1200 աշխատողի դեպքում, եթե ամեն մեկը ամեն օր գրաֆիկ փոխի, պատկերացնում եք, չէ, ինչքան թղթաբանություն է եւ բավականին բարդ է։ Դրա համար որպեսզի մի փոքր կարգավորենք, իսկ ես կարծում եմ, որ կարգ ու կանոնն ու դիսցիպլինան կարևորագույն դեր են խաղում այս ամեն ինչի մեջ, ոնց որ դրված է ներքին կանոն 3 ամիսը մեկ իրավունք ունես փոխելու քո աշխատանքային գրաֆիկը։ Այդ իսկ պատճառով շատ աշխատողներ ունենք, որ ամառվա ընթացքում են իրենց գրաֆիկը փոխում, սեպտեմբերի 1-ը եկավ, գրաֆիկը կարող են նորից փոխեն, որևէ խնդիր մենք չունենք։ Երեխաներին դպրոց տանելու, մանկապարտեզ տանելու հիմա օրինակ ավելի հարմար է, որ առավոտյան կտանի շուտ, կգա կամ հակառակը դպրոցի ժամը այնպես է, որ ավելի լավ է 9-ին գա կամ 9:30 գա, որ հանգիստ հասցնի, տանի դպրոց տեղավորի, նոր գա կամ հակառակը պետք է գա ավելի շուտ, որ հասցնի տանի, շուտ հասնի կամ շուտ վերցնի առավոտյան մասին չի, չէ՞ միայն խոսքը։ Իսկ հիբրիդային աշխատաոճ կամ մենք նաև ունենք հեռավար աշխատելու հատուկ համակարգ, հատուկ մենք ընթացակարգ ունենք դրա վերաբերյալ, ով կարող է աշխատել հեռավար, ով ասելով հաստիկ նկատի ունեմ, որ հաստիկները չեն կարող աշխատել հեռավար, ասենք օրինակ վարորդները չեն կարող աշխատել հեռավար, պարզ է, չէ՞, դա լոգիկայի պահ է, այսինքն լոգիկայից դուրս ելնելով ստեղծվել է ընթացակարգ։ Արտոնությունը, որը ունենք, կուզեմ այստեղ շեշտեմ, այն մայրերը, ովքեր որ երեխաները մինչև 3 տարեկան են, մեզ մոտ կարող են աշխատել շաբաթական 2 օր գրասենյակից եւ 3 օր հեռավար։ Դա կարծում եմ շատ մեծ արտոնություն է այն մարդու համար, ով բալիկը փոքր է եւ ուզում է վերադառնալ աշխատանքի։ Մյուս բոլոր աշխատակիցներ նույնպես ունեն հատուկ օրեր, երբ իրենք կարող են աշխատեն հեռավար։ Դա հստակ դրված է։ Դրան գումարած մենք ունենք ծննդյան արձակուրդ, եթե քո ծննդյան օրը համընկնում է աշխատանքային օրվա հետ, այդ օրը դու ստանում ես ազատ օր, օրինակ ես մայիսի 6-ի իմ ծննդյան օրն էր, ինքը աշխատանքային օր էր եւ ես ծննդյան արձակուրդի մեջ էի, որի համար եւ վճարվեցի ընկերության կողմից։ Ունենք ազատ օրեր, որը կարող ես վերցնես եւ լրիվ եւ կես-կես հաշվի առնելով ինչ պիտի անես, բժշկի ես գնում, երեխայի հետ հարց կա եւ այլն եւ այլն։ Ունենք բժշկական ապահովագրություն եւ Vivan այն հազվադեպ ընկերությունից է, որտեղ բժշկական ապահովագրությունը նաեւ տրվում է ընտանիքի բոլոր անդամներին։ Այսինքն այդ կարծում եմ էլի շատ մեծ ու հավես արտոնություն է, որ դու գոնե հանգիստ ես, որ անմիջական ընտանիքը ապահովագրված է։ Ծնողների համար էլ կան ավելի արտոնություններ, բայց հենց ապահովագրված է ընտանիքի անդամները։ Ունենք սովորելու, զարգանալու, տրեյնինգներ ստանալու հնարավորություն։ Վերջին հետազոտությունները ընդհանրապես ցույց են տալիս, որ աշխատողները մնում են այն ընկերություններում, որտեղ կա նաև զարգանալու ու այդ հիերարխիայով բարձրանալու։ Ոնց է ձեզ մոտ դա կազմակերպում։ Կարծում եմ մի փոքր դրա մասին խոսեցինք, երբ անդրադարձան ներքին հավաքագրումներին, որտեղ ներքին հավաքագրումների դեպքում, ինչպես եւ նշեցի, դա հենց առաջ գնալու տենդենսն է, որ մենք խրախուսում ենք մեր աշխատողներին անպայման ուշադիր լինել բոլոր հնարավոր թափուր հաստիկների, որ գալիս է ու որտեղ կարող է լինել պաշտոնի փոփոխություն, նաև մարդ կարող է աճել հենց իր իսկ տեղում, հա, գուցեև չի ուզում գնա մեկ այլ վարչություն, չի ուզում փոխի իր ուղղությունը, իր տեղում ինքը օրինակ մասնագետ էր, հիմա արդեն պետք է դառնա ավագ մասնագետ։ Ընկերությունում հստակ համակարգ կա այն առումով, որ պիտի փոխվի գործի կշիռը, պարզապես մասնագետից ավագ մասնագետ, որովհետև աշխատել է մի քանի տարի, մենք այդպես չենք նայում այդ հարցին։ Մեր համար կարևոր է, որ մարդ եթե դառնում է ավագ մասնագետ կամ առաջատար մասնագետ, նշանակում է, որ տվյալ մարդը, տվյալ անձը, տվյալ աշխատողը իր վրա պիտի վերցնի հավելյալ պատասխանատվություն, հարցահավելյալ գործի մասին չի։ Այստեղ այդքան գործն ու սովորական հանձնարարականները ավելացումը չի, որքան հենց տվյալ գործի պատասխանատվություն, այսինքն որքանով ես դու որպես աշխատող արդեն սկսում լինել պատասխանատու
ավելի լայն շրջանակ ֆունկցիաների համար։ Այդ դեպքում քո մոտ կլինի պաշտոնի փոփոխություն, քո մոտ կլինի իհարկե աշխատավարձի փոփոխություն եւ դու կգնաս առաջ։ Շատ եմ կարևորում դա, Viva-ում դա շատ կարևոր դեր ունի։ Կան դեպքեր, որտեղ աշխատողը կարող է ասել, որ մնացել եմ մեկ տեղում եւ չեմ աճում։ Շատ հնարավոր է, իդեալական աշխարհում չենք ապրում իհարկե, բայց HR մասով փորձում ենք անենք ամեն ինչ, որ այն աշխատողը, որը իրոք պատրաստ է գնալ առաջ, ստանձնել ավելի շատ պատասխանատվություն, այդ հնարավորությունը ունենա եւ այդ փոփոխությունը ունենա։ Ընդհանրապես կարիերայի զարգացումը ամենակարևոր թեմաներից է, որով լիովին համաձայն եմ ձեր հետ, աշխատողը շարունակում է մնալ տվյալ ընկերությունում։ Իսկ ունեք ինչ-որ հաշվարկներ, թե միջինում ինչքան ժամանակ են ձեզ մոտ մնում կադրերը։ Ընդհանրապես մեր հոսունությունը, դա HR-ում ինդիկատորը հոսունությունն է, այսինքն ինչքան եկան, ինչքան գնացին, նույնիսկ 10% չի հասնում, շատ հազվադեպ դեպքերում է, որ մենք տարեկան 10% հոսունություն ենք ունենում։ Դա նայել ենք տելեկոմ ինդուստրիայով բավականին առողջ ցուցանիշ է։ Մենք ունենք շատ աշխատողներ, որոնք մեր մոտ աշխատում են 3 տարի, 5 տարի, 10, 15 եւ 20, մեր 20-ամյակն է այս տարի, ես ասեմ, եւ մենք ունենք շատ աշխատողներ, ովքեր հիմա Viva-ի հետ միասին իրենց 20-ամյակն են տոնելու։ Այդ վիճակագրությունը կա, այդ թվերը իհարկե ունենք եւ հետեւում ենք, որտեղ իրենք HR-ի զենքն են, գործիքն են, դու պիտի պատկերացնես ովքեր են քո աշխատողները։ Ընդհանրապես ասեմ, վերլուծությունը HR-ում, թվերը մարդկային ռեսուրսներում չափազանց կարևոր են։ Եթե դու քո թվերը չգիտես, դու քո բիզնեսը չես ճանաչում։ Ու այդ թվերի մեջ մտնում է ամեն ինչ։ Կանայք, տղամարդիկ, ստաժ, երբ են միացել, ինչքան ժամանակ են աշխատում, ղեկավար հաստիկ են, մասնագետ են, էքսպերտ են, քանի հոգի ամեն ղեկավարի մոտ կա աշխատող, այդ մետրիկաներ են, որոնք չափազանց կարևոր են։ Արձակուրդներ քանի օր գնացին, քանի օր օգտագործեցին, հա, ինչ տեսակի արձակուրդ ով օգտագործեց, քանի օր հեռավար աշխատեցինք, քանի տրեյնինգ ունեցանք, տրեյնինգի մեջ յուրաքանչյուր աշխատող տարվա մեջ քանի անգամ կարողացավ որևէ ուսուցողական ծրագրի մասնակցել, ոչ մոտիվացիոն ծրագրեր ունենք շատ, օրինակ, չգիտեմ, կարող է տոնենք ռադիոյի օրը, տոնենք HR-ի օրը, ինչ որ մեր իրավաբանների օրը, դա փուջուր, հավես բաներ են, որ դու պիտի քո աշխատողների հետ տոնես, որ բոլորը զգան ուշադրության կենտրոնում, հատկապես եթե մեծ ընկերություն է։ Կոնկրետ ձեր кейսը շատ հաջողված кейս է, ընդհանրապես Viva-ն, երբ որ նույնիսկ ես հիշում եմ, երբ որ նոր էիք բացվել դեռ 20 տարի առաջ, իմ հասակակիցներից շատերի երազանքներ Viva-սելում աշխատելը, Viva-սել էր, չէ՞, ժամանակ ճիշտ եմ հիշում, որովհետև նախ վարձատրությունն էր լավ, հետո այդ բոնուսներն էին շատ, ինչ է նշանակում լինել լավ HR, որովհետև դրա հիմքում նաև պետք է լինեն լուրջ ռեսուրսներ, եւ դրանից բխող հարցը, արդյոք հնարավոր է առանց ռեսուրսների կամ շատ սեղմ ռեսուրսների ունենալ նվիրված թիմ, ունենալ արդյունավետ աշխատող թիմ եւ միևնույն ժամանակ ապահովել բոնուսներով, որոնք միգուցե շատ հարուստ բոնուսներ չլինեն, բայց այնուամենայնիվ լինեն։ Ասում ես աշխարհում ամեն ինչ հարաբերական է, Աստղիկ ջան, շատ հարուստ եւ շատ բոնուսներ կամ քիչ բոնուսներ ինքը կախված է տվյալ ընկերության մասշտաբներից, տվյալ ընկերության չափից, այսինքն ինչքան գումար է աշխատում, ինչ տեսակի բիզնես է վարում, ինչ կարող է իրան թույլ տալ որպես ընկերություն, սահմանափակ ռեսուրսով կանգնել ասել, որ իմ ռեսուրսները սահմանափակ է եւ ոչինչ չեմ անում, ես կարծում եմ դա սխալ է։ Ես շատ ընկերներ ունեմ տարբեր ընկերություններում, փոքր, միջին, մեծ ու շատ մենք ընկերներով, HR-ներով որ հավաքվում ենք, լսում եմ ես դա հաճախակի, որ այս ինչը բյուջե չունեմ, բայց դրա փոխարեն սա կանեմ, որը որ կբերի նրան, որ մարդիկ միևնույն է կլինեն մոտիվացված։ Նույնն էլ Viva-ի դեպքում, որովհետեւ
որովհետև մենք չենք շռայլում գումարը, այդպիսի բան չկա, կա HR բյուջե, դու կազմում ես քո բյուջեն, դու մոտենում ես ռեալ, ամեն ինչ պիտի լինի չափի մեջ, ամենակարևորը ամեն ինչ պիտի լինի իմաստի մեջ։ Իմաստը հո այն չի, որ պարզապես գնանք ինչ որ բաժանենք տարբեր միջոցառումներ կամ գումարներ կամ բոնուսներ։ Ամեն ինչ պիտի լինի նպատակային։ Սա բիզնեսը պիտի լինի շահութաբեր, բիզնեսը պիտի լինի հաջողակ, եթե շատ ծախսի կտորը շատանում է, բարձա որ այդ բիզնեսը չի կարող լինել հաջողակ։ Դրա համար HR-ի դերը ինչու՞մ է կայանում լինել այն ճիշտ բալանսը։ Իմ համար ճիշտ HR-ը այն մարդն է, ով կարողանում է, որտեղ սա սարսափելի դժվար բան եմ ես հիմա ասում, կարողանաս պահել բալանսը, որ պաշտպանես եւ ընկերության շահերը եւ աշխատողների, որովհետեւ շատ հաճախակի ասում են, որ դե դու HR ես, դու մենակ պաշտպանում ես ընկերությունը, մեր շահերը չես պաշտպանում։ Մյուս կողմից է ղեկավարությունը կարող է ասել, որ այ դու մենակ պաշտպանում ես աշխատողների շահերը, բայց այստեղ երկու կողմն էլ պետք է հասկանան եւ մեր դերն է որպես HR դա մեր դիրքով, գործողություններով, ապացույցներով, ապացուցված պատմություններով ցույց տանք, որ միայն պաշտպանված աշխատողը, ով վստահ է, որ իր նկատմամբ լինելու է ազնիվ եւ արդար մոտեցում, լինելու է լիիրավ եւ ճիշտ անդամ քո ընկերության համար եւ միայն այն դեպքում եւ դու լիովին պաշտպանում ես քո ընկերության շահերը, դու ապահովում ես այն աշխատատեղերը, որտեղ որ կաշխատեն այդ մարդիկ։ Դրա համար այս բալանսը HR-ի կարևորագույն դերն է։ HR-ը գտնվում է բիզնեսի, մարդկանց եւ իրավունքի կենտրոնում, որտեղ ինչ անում ես պիտի անես օրենքի շրջանակներում, պաշտպանելով գործատուի եւ աշխատողի իրավունքները։ Ռազմավարական պարտնյոր է HR-ը։ HR-ը պիտի դեր ունենա եւ տեղ ունենա սեղանի շուրջ բոլոր ղեկավարների հետ միասին։ Եթե դիրքը ճիշտ է, նկատի ունես որոշումների կայացման հնարավորություն, միայն դրանից ընկերությունը կշահի, միայն կշահի։ Իսկ եթե չունես, ավելի լավ է չաշխատես։ Իսկ եթե չունես, դա արդեն եթե ազնիվ լինես, որ չես կարողանում անես ոչ են, պիտի քո համար որոշում կայացնես, կամ դու HR-ը քո ֆունկցիան չի, հա, հիմա կարող է, չգիտեմ, շատ լավ երգիչ ես, նկարիչ ես կամ ինչ-որ մի ուրիշ մի բան, էական չի, կամ եթե գուցե HR ղեկավար լինելու դիրքը քոնը չի, բայց սիրում ես HR գործառույթը, բայց ես գտնում եմ, որ մի բան որ անում ես, պիտի լավ անես կամ այո չանես, որովհետև ստեղ մենակ մեր մասին չի է։ Հիմա մի քիչ հարցը Աստղիկ ջան բերեցինք ավելի անձնական դաշտ, բայց ինքը ավելի իմ համար ավելի շատ է, որտեղ եթե դու ֆունկցիան ճիշտ չես կատարում, չի աշխատելու դա, ճիշտ չի լինելու, թուլանալու է ընկերությունը։ HR ընկերությունը կառուցում, ու եթե դու թույլ ես, չի դա աշխատելու։ Իսկ եթե անձնական իմ մասով ասեմ, այդ իմ լոզունգն է, ես դա ամեն տեղ եմ ասում, որովհետև իրոք ես դա այդպես ապրում եմ, երևի թե տեսել եք Մոսկվա Սլիզամ Նիվերիտ կինոն, այնտեղ պահ կա, ասում է ինչու ես սիրում քո աշխատանքը, ասում է սիրում եմ, որտև ես գալիս եմ այնտեղ, պտտվում է մի բան, որ մինչև ինձ չէր պտտվել։ Իմ համար կարևորը դա է, որ եթե ես ինչ-որ մի տեղ եմ ու ունեմ X ունակություն, գիտելիք, կարողություն, դա ներդնեմ նենց, որ փոխվի դեպի դրականը, փոխվի ինչ-որ մի հավես բան կառուցենք միասին։ Ես անթիվ չգիտեմ, քանի մարդ ունեմ իմ նետվորքում, ովքեր աճել են նրա շնորհիվ, որ մենք միասին ենք ինչ-որ բան արել։ Ես հպարտանում եմ այդ մարդկանցով, ինքս ինձանով եմ հպարտանում, որ տեսնում եմ այդ մարդիկ ինչքան մեծ հաջողությունների են հասել, որ հասել են նենց մի կետի, որ ես շարունակական իրենցից ես եմ սովորում։ Այդ ինձ թվում ամենամեծ հաջողությունն է։ Ձեր խոսքում նշեցիք, որ բիզնեսը շահույթ հետապնդող է եւ որևէ մեկը անտեղի գումարներ չի շռայլում։
բնականաբար այն բոնուսները, որը տրվում են, որոշակի հաշվարկներով են տրվում բնականաբար, եւ հենց սրա մասին էլ մենք ենք խոսում, երբ խոսում ենք, թե ինչքանով է գործատուհին շահեկան լինել ընտանիքամետ աշխատավար եւ տալ այդ բոնուսները, օրինակ, որոնց մասին նաեւ դուք նշեցիք, որոնք ապահովում են, որպեսզի ծնողը կարողանա երեխայի խնամքը համատեղել աշխատանքի հետ։ Ընդհանրապես համաձայն եք այս մտքի հետ, որ ընտանիքամետ լինելը շահեկան է հենց գործատուին, եւ երկրորդը ինչ որ հաշվարկներ ունեք, երբ որ արտոնություններ եք սահմանում, այդ բոնուսներն եք սահմանում։ Միանշանակ եւ ես չեմ կարծում, որ կա որևէ մեկը կարող է ունենալ այլ կարծիք, լինել ընտանիքամետ, դա միմիայն բխում է ընկերության շահերից, որովհետեւ երբ որ դու ստեղծում ես պայմաններ, որ մարդը չի կարողանում զբաղվել իր ընտանիքով եւ կանգնում է առաջ ընտրության աշխատանք թե ընտանիք, ես չգիտեմ, կարող է 1% դեպքում այն է ահա որ ծայրահեղ այն է կարճ ժամանակով մարդը ընտրի աշխատանքը, որովհետև ամեն մեկիս համար դա մարդկային մեր նատուրան է, հա, մենք ընտրում ենք մեր ընտանիքը։ Հիմա ես օրինակ շատ կարևոր հանդիպում ունեմ ամսի 29-ին, բայց երբ մի քանի ժամ առաջ իմ տղան զանգարեց, ասեց, որ իր ավարտական օրն է 30-ից փոխվել է 29-ին, ես արդեն հասկացա, որ ես չեմ գնալու այդ հանդիպման, չնայած չափազանց կարևոր էր, իրոք շատ ռազմավարական կարևորության հանդիպում պետք է լիներ, բայց հետո օրը փոխվեց, հիմա ես կգնամ այդ չի հարցը, 2 տեղն էլ, բայց ուզում եմ ասեմ, ընտրության առաջ, երբ որ դու կանգնում ես, քո ընտանիքը միշտ պիտի կանգնի առաջինը, որովհետև միայն երբ որ դու երջանիկ ես, բավարարված ես, քեզ լավ ես զգում, հասկանում ես, որ դու ունես ժամանակ քո ընտանիքի հետ, միայն այդ դեպքում դու կարողանում ես լրիվ քեզ տալ այդ երբ որ եկար աշխատանքի, դու քեզ տաս աշխատանքի։ Նա շատ հավես բան կա, որ ասում է այնտեղ որտեղ որ կաս, այդ պահին այդտեղ եղիր, որովհետև ինչն է, հա, գալիս ենք աշխատանքի ուշքն ու մտքներս տունն է, տուն ենք գնում, մտածում ենք աշխատանքի մասին, այ երջանիկ են այն մարդիկ, ովքեր կարող են այդ չխկը գցեն ճիշտ ձևով, գան աշխատանքի, այդ իհարկե հիմա շատ իդեալական եմ խոսում, բայց նաև ունակություն է, որը կարող ես քո մեջ զարգացնել, որ օքեյ, ես Սկարլետ Օհարայի պես, հա, ես դրա մասին վաղը կմտածեմ, օքեյ, ես դրա մասին 2 ժամ հետո կմտածեմ, այդ պահը կարողանաս, դրա համար միանշանակ այո, միմիայն շատ էգոիստաբար բխում է ցանկացած գործատուի շահերից լինել ընտանիքամետ, ասա այնպես անել, որ աշխատողը իմանա, որ եթե նախ ունենալ համակարգեր, ունենալ կանոններ, արտոնություններ, որը արդեն թվարկեցի, հա, ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն, ազատ օրեր, այն ինչ որ ես հիմա թվարկում եմ ապահովագրություն, եւ դրա հետ մեկտեղ աշխատողը հասկանա, որ նույնիսկ դրանից այն կողմել, եթե իրեն պետք լինի ինչ որ մի բան, գործատուն իր կողքին կանգնած է, պարզապես որովհետև առանց դրա այդ ճիշտ հարաբերությունը չի ակնկալվում։ Նույնը գործատուն է, չի ակնկալում, որ եթե հանկարծ ֆորս մաժոր է, պետք է գործ է, որ աշխատողը մի հատ 2 րոպե ավել ինչ որ մի բան անի, աշխատողը հաստատ կկպնի սրտով ու սրտանց ու այդ գործը կանի։ То есть ինքը երկու ստեկ, երկկողմանի շահավետ հարաբերություն է։ Եթե առողջ է, ինչպես եւ ընտանիքում, կյանքում հարաբերությունները եթե առողջ են, ամեն ինչ ճիշտ է կառուցվում։ Բոնուսային ֆոնդը եւ աշխատավարձային ֆոնդը հաշվարկվում է ըստ արդեն ընկերության ֆինանսական ցուցանիշների, որոշվում է X ֆոնդ, որը տոկոսն է կազմում ընկերության, ասենք շահույթից, որ եկամուտ շահույթ, այնտեղ հիմա այդ հաշվարկների մեջ մենք չընկնենք, բայց կա հատուկ ֆոնդ, որից հաշվարկվում է, որ այսքան տոկոս կարող է գնալ ոնց որ բյուջե, աշխատավարձային բյուջե ասածնել, կառուցված է աշխատավարձից գումարած բոնուսներ։ Բոնուսն էլ ձևավորվում է, արդեն կա հաստիկներ, որտեղ վաճառքներն են, որտեղ ինչ որ կատարված ցուցանիշներ են, կա ընդհանուր կոնկրետ առաջադրանք, հա, ինչպես մինչև այդ թվարկեցի, այսքան մարդ ընդունված, այսքան տրեյնինգ արված, օրինակ, հա, HR-ի վրա ոնց որ օրինակը բերեցի։ Առաջին քայլը հենց ցանկություն ունենալն է ընտանիքամետ դառնալու։ Երկրորդ քայլը որն է, օրինակ ընթացակարգեր սահմանել ըստ ձեզ, որտեղից պետք է սկսել։ Ոչ թե ցանկությունն է, այլ ռազմավարությունն է։ Ընկերությունը պետք է ընդունի ռազմավարություն, որ ինքը ընտանիքամետ է։
հա, այդ ի սկզբանե։ Երբ որ այդ պահը որոշեցինք, ինչ է դա նշանակում, ընտանիքամետ ընկերություն, ինչ ենք հասկանում։ Յուրաքանչյուր ընկերություն կզարմանաք, բայց այդ մի ձևի կարող է հասկանալ։ Մի ընկերության համար դա ընդհանրապես մեկ արտոնություն է, մի ընկերության համար պետք է ինչ-որ մի հատ հավես բույր լինի այդ արտոնությունների, որ նոր համարենք։ Նախ աշխատողներին հարցնել է պետք, այդ հարցումները տարեկան, կարելի է հենց հատուկ, մենք օրինակ այս վերջերս հատուկ հարցում էինք արել, հարցրել ենք մեր բոլոր աշխատողներին, որ ինչ տեսակի արտոնություններ գիտեք այլ ընկերություններում, օրինակ կամ լսել եք շուկայում, որ արտոնություններն եք Viva-ում ամենաշատը սիրում, որ արտոնությունն եք ամենաշատը գնահատում եւ որ արտոնությունը կուզենաք ավելացնեք։ Այդ վերլուծությունն օրինակ մենք ունենք եւ այդ թեմայով աշխատում ենք։ Բայց վերադառնալով ձեր հարցին, դրա արդյունքների մասին կարող եք խոսել։ Մեր աշխատողները շատ սիրում են հեռավար աշխատանքը, մոռացա ասել, որ Viva-ն նաև ունի երջանիկ ուրբաթներ, այսպես ասած, մենք ունենք ուրբաթներ, որտեղ կեսուրբաթ ենք աշխատում եւ վճարվում ենք։ Այդ երջանիկ ուրբաթներն ենք շատ սիրում ենք բժշկական ապահովագրությունը եւ կար մի քանի առաջարկ այնտեղ սպորտի բանի հետ կապված, որ աշխատողները առաջարկում էին ավելացնել։ Մենք նաև շատ հետաքրքիր արտոնություն ունենք, մենք ունենք մասաժիստներ, բժիշկ մասաժիստներ ունենք մեր մոտ գլխամասում, որտեղ աշխատողները կարող են գրանցվել եւ օրինակ օրվա ընթացքում, ասենք իրանց 1 ժամ ինչքան գնալ եւ այդ բանը վայելել մասաժ ընկերությունում։ Բժիշկներ են մեր մոտ, մեր աշխատողներն են, որոնք բժիշկներ են։ Կան կոպիտ հաշվարկներ, տարբեր երկրների համար իհարկե տարբեր են, բայց բավականին ճոխ են թվում, երբ որ օրինակ կազմակերպությունը կամ ընկերությունը կորցնում է աշխատակից եւ պետք է նորին ներգրավի եւ այդ նոր աշխատող ներգրավելը ինչքան ծախսատար է գործատուի համար։ Օրինակ նույն հայտարարություն տալ, այդքան մարդու հետ հարցազրույց անել, ընտրել, փորձաշրջան անցկացնել, հետո փորձաշրջանից հետո հասկանալ, որ այնուամենայնիվ ճիշտ մարդու չենք ընտրել։ Ընդհանրապես դուք ինչ փորձ ունեք։ Մենակ Viva-ի մասին չեմ ասում, Ընդհանրապես էլ ասեմ, նման հաշվարկ անում են HR թիմերը, հա, մենք էլ ենք անում, մենք էլ ունենք այդ հաշվարկը, մեր համար ենք անում այդ հաշվարկը, ակնհայտ ավելի թանկ է, դա չի քննարկվում, որովհետև երբ որ դու կորցնում ես աշխատող, պարզ է, չէ, մինչև դու անում ես այդ հավաքագրման փուլը, այդ ընթացքում այդ հաստիկը բաց է, նշանակում է, որ այդ ժամանակ այդ հաստիկի գործ անում են այլ աշխատողներ, բեռ ընկնում է այլ աշխատողների վրա, թեկուզ հնարավորինս կարճ թե եթե հանկարծ չստացվի երկար ժամանակ էական չի, բայց ժամանակ է, չէ, անցնում մինչև դու որևէ մեկի հավաքագրում ես։ Ընդ որում նույնիսկ այդ որ անընդհատ նշում եմ ներքին հավաքագրումները, նույնիսկ եթե ես ներքին հավաքագրումից մարդ եմ բերում, ես միանգամից չեմ կարող բերել, որովհետև այդ տեղը պետք է ես համալրեմ, նոր ես այդ աշխատողին միացնեմ օրինակ այդ թիմ, որտեղ որ ինքը ներքին երթիմ է։ Իհարկե հաշվարկում ես հավաքագրող մասնագետի աշխատավարձը, հավաքագրում ես ժամանակը, հայտարարության գումարը եւ կա այնտեղ անտեսանելի կտոր, որ մարդը եկել է ինքը դեռ պիտի սովորի, նույնիսկ ամենափորձառու մասնագետը իհարկե արդեն կա ժամանակը կրճատվում է կամ եթե փորձառու չէ պետք է սովորացնես երկարում է, բայց նույնիսկ ամենափորձառուի համար ժամանակ է պետք, մինչև ինքը կընտելանա, կադապտացվի ընկերության կանոններին եւ ընթացակարգերին կսովորի։ Բայց միայն այդպես ասես ու ասես ես չեմ թողնում ոչ մեկին գնալ, նախ դա հնարավոր չի։ Մարդիկ գնում են, մարդիկ այլ ընկերություններ կարող է գնան, մարդիկ այլ հնարավորություն կարող է ունենան, մարդիկ որոշեն լրիվ պրոֆիլը փոխեն, մենք ունեցել ենք տենց դեպքեր, որ չգիտեմ, կարող է իջարում եղել, որոշել է գնա ՏՏ ոլորտ։ Այդ ընդհանրապես դու չես կարող բռնանալ մարդու բնականon զարգացումն է։ Դրա համար գոյություն ունի հետնորդների պլանավորում, succession planning անգլերեն ասած, երբ որ դու ունենում ես քո ընկերությունում հստակ պլան գծած, ունես այն բոլոր աշխատողները, որոնք քո առանցքային աշխատողներն են, եւ կողքը գրված է, որ տվյալ աշխատողը որ գնա, ով է իրեն փոխարինում։ Ուղղակի այդ վարժությունը պիտի անես անկեղծ եւ ազնիվ եւ կլինեն հաստիկներ, որտեղ դու կպատասխանես, որ
չունեմ փոխարինող, եթե գնա, պիտի նոր հավաքագրում անեմ։ Պետք է ժամանակ այդտեղ ֆիքսեմ, որ ես այդտեղ պետք է ժամանակ ծախսեմ եւ նոր մարդ բերեմ։ Բայց կան հաստիկներ, որտեղ հստակ կնշես, որ այս մարդը որ գնա, այս մարդն էլ ոնց որ իր տեղը հանգիստ կփոխարինի, մինչեւ ինչ որ մեկը կգա։ Ազնիվ ու անկեղծ եւ թափանցիկ ամենաճիշտն է այս դեպքում, որ ինքդ քեզանից չթաքցնես, հա, ինչ ունես, այն ինչ ունես, պատկերը տեսնես։ Շատ է քննարկվում են հարցը կամ փոխարինելի մարդիկ կան, թե չկան։ Դուք որ կողմին եք ավելի հակված։ Ես չեմ սիրում, երբ որ ասում են չկան անփոխարինելի մարդիկ։ Իրականում հարցը անփոխարինելիության մեջ չի։ Հա, ի վերջո, եթե նայում ես ֆիզիկական մասով էլ մարդ գնում է, կարող է գնայել այս աշխարհից, հա, դրա մասին չենք խոսում։ Ես գտնում եմ, որ ամեն մարդ բերում է իր յուրահատուկ համուհոտը եւ իր յուրահատուկ ներդրումը։ Ասել, որ ցանկացած մարդ փոխարինելի է, հա, այդ գիտենք, այդ շատ ծեծված նախադասություն է, հա, հասկացանք։ Բայց այս վերջերս մի հատ հետաքրքիր միտք եմ իմ մեջ խմորում, ուղղակի դեռ չեմ ոնց որ այդ հոդվածը ասենց գրում եմ ինքս իմ համար այսպես չեմ սիրում որ դռան են ցույց տալիս այդ որ դուրն այն կողմն է բոլորս գիտենք այդ դռների թեման է իմ մեջ ասենց շատ հա որ դուրն ես ծեծում դուրը ծեծում ես ինչ հնարավորություններ կան որ ամեն մի չի կարելի աշխատողին ասել չես ուզում գնա որտեվ դու անփոխարինելի չես դա չի կարելի այդպես ասել բոլորը այդ դռան տեղը գիտեն հավատացեք բոլոր աշխատողները դրսի դռան տեղը գիտեն հիմա քո դերն է որպես ընկերություն այնպես անես որ այդ դռան կարիքը չլինի կամ շատ երկար չլինի կամ լինի այն ժամանակ երբ դու որպես ընկերություն պատրաստ ես նրան որ պարզապես շնորհակալություն ասես եւ այդ աշխատողին ճանապարհես ավելի լավ տեղ օրինակ դրա համար հա որպես եթե այսպես կլինիկական նայենք նախադասությունը ճիշտ նախադասություն է անփոխարինելի մարդ հա չկա բոլորս փոխարինելի ենք բայց այլ բան է որ իսկ ինչ է կատարվելու հետո եւ ոնց անես որ այդ հետոն որևէ բացասական ազդեցություն չունենա քո ընկերության վրա HR ինչպես են դառնում որովհետեւ մենք միշտ գիտենք որ HR-ներին նախորդները այդ կադրավիկներն էին, ովքեր հիմնական փաստաթղթային հարցերով էին զբաղվում ու փոխարինեցին արդեն մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները։ Ինչպես են դառնում մասնագետ փորձով, կրթությամբ, եթե կա այդպիսի հատուկ ծրագրեր։ Ես ինքս HR դարձել եմ 2010 թվականի մայիսի 6-ին, ծննդյանս օրը։ Ինձ նշանակել են HR ղեկավար։ Մինչև այդ HR-ի 0 փորձ եմ ունեցել, ուղղակի ես շատ լավ գիտեմ, որ իմ կյանքի պատմությունը մի փոքր տարբերվում է մյուս պատմություններից, իրական բոլորիս պատմություններն են տարբեր, ուղղակի որ հենց միանգամից նշանակվեց ղեկավար դիրքում, մի քիչ դա հազվադեպ է ավելի հանդիպում, ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ այդ հնարավորությունը տվել են, եւ գերմանացի էքսպերտ, ով սթար առևտրային ցանցում է, ես այդ ժամանակ թարգմանիչ իր մոտ տեսավ իմ մեջ ձիրք, որ ես կարող եմ լինել HR եւ Անկերոփյանին, ով ինձ նշանակեց HR տնօրեն եւ այդտեղից սթար առևտրային ցանցից սկսվեց իմ HR ուղին։ Ինչպես են դառնում HR, մեջը դու զգում ես այդ ցանկությունը մարդկանց ծառայելու, օգնելու, հարցեր լուծելու, երբ որ դու հասկանում ես, որ դու կարող ես օգնես ընկերությունը կայանա, զարգանա, մարդիկ զարգանան, ավելի լավը դառնան, իրենց ներուժը բացահայտեն, որպես HR պիտի պատրաստ լինես նրան, որ հեշտ չի լինելու։ Բոլորը կարծում են, որ HR-ը պետք է կախարդական կերպով հարցերը լուծի, հասկանա դու ինչ էիր մտածում, ինչ էիր ուզում, լինում են այդպես դեպքեր, որ ասում են, բա ինչու՞ չեք արել, ասում եմ, ես մտածեցի դու գիտեք, որտեղից։ Այսինքն այդ HR-ի դերը ընկերությունում պիտի պատկերացնես, որ եւ շատ բան է ակնկալվելու, եւ դրա հետ մեկտեղ կարող է օրինակ հանդիպես, որ ինչ որ միտեղ ներգրաված չէիր, պիտի ուրեմն աթոռը վերցնես, գաս նստես ու ասես ոչ, ես այստեղ պիտի լինեմ, որովհետև, այսինքն ոչ թե պարզապես ցանկություն, ես ուզում եմ ու վերջ, ինչու եմ ուզում, որովհետև ես կբերեմ այն արժեքը, որպես ֆունկցիա, ես ասելով, այստեղ էգոիստական չի, Մարիանա Իդիլյանի մասին չի, որպես ֆունկցիա, HR-ը պիտի այստեղ ներգրաված լինի
լինի, քանի որ հետո կօգնի գործառույթը գնա ավելի ճիշտ, ավելի ուժեղ, ավելի արդյունավետ եւ ավելի օգտակար ընդհանուր ընկերության համար։ Ինչպես են դառնում HR, հասկանալով, որ հեշտ չի, բայց հավես է, հասկանալով, որ դժվար է լինելու, բայց այդ գերազնվագույն հաճույք է աշխատել մարդկանց հետ։ Եթե այդ սերը կա, եթե այդ ցանկությունը կա աշխատել մարդկանց հետ, ուրեմն հաստատ կդառնա մարդ HR։ Մյուս հարցի կտորն էլ ասեմ, որ այո, հիմա ունենք համալսարաններ, որոնք ունեն մագիստրատուրաներ, որտեղ կարելի է HR սովորել, կա սերտիֆիկացիա, հայտնի SHRM սերտիֆիկացիա, որը տալիս է HR մասնագետներին հատուկ հավաստագիր եւ վերահաստատում է իրենց HR դերերի մեջ, կարելի է դրսում HR սովորել եւ Հայաստանում եւ դրսում, հիմա կան բոլոր հնարավորությունները լինել HR մասնագետ եւ սովորել այդ մասնագիտությունը թե Հայաստանում, թե դրսում։ Շնորհակալություն Մարիաննա ջան։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը Մարիաննա Էդիլյանն էր, Viva ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար։ Բաժանորդագրվեք, հետևեք մեզ, գրեք ձեր կարծիքներն ու կոմենտները։ Շնորհակալություն։